Միջազգային ատյաններից իրար դեմ ներկայացրած հայցերը հետ քաշելու համաձայնություն ձեռք բերելուց հետո անգամ Բաքուն չի մեղմացնում իր քաղաքականությունը Երևանի նկատմամբ միջազգային կառույցներում։ ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկման համար Ադրբեջանը զեկույցներ է ուղարկել իր գործած հանցագործությունները մեղսագրելով Հայաստանին, նշում է իրավապաշտպան Հովհաննես Խուդոյանը հայաքվեի հրավիրած ասուլիսի ժամանակ։ Հայաստանի վերաբերյալ դիրքորոշումներում Ադրբեջանը դա չի փոխադարձում եւ ամենասուր քննադատական խոսքերով եւ նաև շատ մանիպուլատիվ եւ կեղծ տեղեկատվությամբ փորձում է այն ամեն ինչը վերագրելի է իրենց, վերագրել Հայաստանի Հանրապետությանը։ Խուդոյան այս օրինակը բերելով նկատում է, որ պետք չէ հավատալ Ադրբեջանի իբր խաղաղասիրական ձգտումներին։ Ապա տեղեկատվություն տարածելով, սակայն հակադարձում չստանալով կարող է բավականին իրենց համար դրական արդյունքներ արձանագրել։ Հայկական կողմի ներկայացրած զեկույցը ել ավելի է ամրացրել Ադրբեջանի դիրքերը։ Ըստ մասնագետների, պաշտոնական Երևանը ՄԱԿ ներկայացրած ազգային զեկույցում լուրջ բացթողումներ է արել։ Հետաքրքիր էսպես օրինաչափություն կար հայկական զեկույցի մեջ, որ շեշտվում էր, որ տեղի է ունեցել բռնի տեղահանում, որ պետությունը ստիպված է եղել գործ ունենալ փախստականների մեծ խմբի հետ, բայց չի շեշտվում այդ բռնի տեղահանումը ով է իրականացրել, ընդհանրապես դրա մասին խոսք չկա զեկույցում, որը շատ տարօրինակ է։ Ադրբեջանի անունը չի շեշտվել նաև Ժնևում կայացած ՄԱԿ համընդհանուր պարբերական դիտարկման ներկայացման միջոցառման ժամանակ։ Երբ որ արդեն լսումներն էին տեղի ունենում Ժնևում, այնտեղ բոլոր անդամ պետությունները իրենց հանձնարարականներն են հետո հնչեցնում։ Երբ որ իրենք հնչեցնում են հանձնարարականները կապված բռնի տեղահանվածների հետ, կրկին անգամ չէր շեշտվում դա ինչի արդյունքում է դա տեղի ունեցել։ Այսինքն այնպիսի տպավորություն էր, որ կա այդ մի համաձայնություն, այսպես լրելային, որ պիտի այդ անունը չտրվի։ Հարևան պետության Ադրբեջան անունը պիտի չտրվի։ Իրավապաշտպան Մարինա Մալխասյանը խնդիրներ է տեսել նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում։ Ընդհանրական են ձևակերպումները, Հայաստանում մարդու իրավունքների լրջագույն խախտումների մասին ոչ մի հիշատակում չկա։ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում ընդհանրապես ոչ մի խոսք չկար ոստիկանության գործողությունների մասին, ուժի կիրառման, որևիցե խոսք չկար ընդհանրապես խաղաղ ցույցերի մասին եւ ինչպես էին դրանք բանանում ճնշվում, ընդհանրապես խոսք չկա խոշտանգումների մասին։ Այդ բացթողումները փորձել են լրացնել Հայաստանի իրավապաշտպան կազմակերպությունները, նրանց զեկույցը տարբերվել է կառավարության ու մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի զեկույցներից։ Ավստրալիան Հայաստանին առաջարկել է նվազեցնել վիրավորանքի և զրպարտության համար տուգանքի չափը, դա համարելով ԶԼՄ-ների աշխատանքի խոչընդոտ։ Իսկ Ֆինլանդիան ու Էստոնիան կոչ են արել ձեռնպահ մնալ քաղաքական գործիչներին կալանավորելու պրակտիկայից։ Ֆինլանդիան, Էստոնիան, մի երկիրեր կա։ Նրանք առաջարկել են, որպեսզի դադարեցնեն պրակտիկան, որը շատ կարևոր է։ Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների առաջարկներ ներկայացրած երկրները խուսափել են իրենց քաղաքական գործունեության համար բանտարկված մարդկանց քաղբանտարկյալ անվանել։ Լիլիթ Սարգսյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։